Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր նորությունները Հայաստանից և աշխարհից։ Երևանում է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռևանչին, նա հանդիպել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Քննարկումների առանցքում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն էր։ Հայկական կողմը վերահաստատել է իր դիրքորոշումը, ապաշրջափակումը պետք է իրականացվի հիմնարար սկզբունքների շրջանակում։ Կարևորել են նաև հյուսիս-հարավ ճանապարհի զարգացումն ու խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը։ Մեծարգավորան նախարար, շատ շնորհակալ եմ այս ժամանակը ինձ տրամադրելու. ابتدا سلام گرم جناب آقای راچی را خدمت شما عرض میکنم و ایشون همیشه از مصاحبت با جناب عالی و گفتگوهایی که داشتین به نیکی یاد میکنه. Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ քննարկումները շարունակվում են ոչ միայն դիվանագիտական, այլև տնտեսական հարթակում։ Այդ համատեքստում Հայաստանը նոր զարգացումներ ունի նաև վառելիքի ներկրման ուղղությամբ։ Հայաստան է ուղարկվել ադրբեջանական բենզինի երկրորդ խմբականակը, որը 3 անգամ գերազանցում է նախորդին։ Վառելիքը Հայաստան կմտնի Վրաստանի տարածքով, այս անգամ տարանցման Տուրքիի վճարմամբ։ Ադրբեջանի բենզինի հերթական խմբականակի ներկրողները նույնայն ընկերություններն են, որոնք նախորդ ամիս 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանից բենզին էին գնել։ Ինչպես են ընտրվել Ադրբեջանի հետ առևտուր իրականացնող ընկերությունները, Նիկոլ Փաշինյանն է փակագծեր բացել այս տարվա առաջին ճեպազրույցում։ Փոխվարչապետը արտահայտել է պատրաստակամությունը Ադրբեջանի վաճառել նավթամթերք։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, որ օրինակ կառավարությունը մեզ ստիպում է, որ մենք Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չենք գնում բենզին, որովհետև եւ այլն։ Մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն։ Եվ երկու կողմերի ընկերությունները, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից երկու ընկերություն կապ են հաստատել, միջայլոց ասեմ, բոյկոտի դրսևորում առաջին խմբականակի ներկրման ժամանակ եղավ, որովհետև եղան ցանցեր, ովքեր հրաժարվեցին վաճառել այդ բենզինը։ Վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև նոր տարվա օրերին արձանագրված հոսանքազրկումներին։ Նա պատասխանատվությունը դրել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախկին ղեկավարության վրա։ Փաշինյանի խոսքով տարիներով կուտակված վատ կառավարումն է պատճառը, որ բազմաթիվ ընտանիքներ ամանորը դիմավորում են մոմի լույսի տակ։ Մարդիկ եղել են մարդիկ, որ ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդիվ շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում եւ այն process-ները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները եւ մասնավորապես Հայաստանի մարզային բնակավայրերում։ Եվ 6 ամսվա ընթացքում, եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել, եւ ես հիմա այդ թվում շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ Եվ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանի եւ իր գործընկերների եւ մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել, շատ կոնկրետ։
Փաշինյանի այս հայտարարությանը հակադարձել է ՀԵԾ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, նշելով, որ վարկային միջոցները սակագնի մեջ ներառված չեն, իսկ ռիսկերը նախկինում վերահսկում էին։ Երբ ՀԵԾ գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում էինք գնահատել ռիսկերը, գրել ասել է Ղազինյանը։ Երբ ՀԵԾ գտնվում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում ենք գնահատել ռիսկերը, այն տարածքները, որտեղ հնարավոր է նագրուստների ավելացում եւ կատարում կանխարգելիչ աշխատանքներ։ Հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 21-ից ՀԵԾ այլևս գտնվում է փոքրիկ խմբակի կառավարման ներքո, նրանք ոչ միայն չեն կարողացել կառավարել ռիսկերը, այլև ստեղծել են նոր ռիսկեր, ինչը բոլորը զգացին իրենց բնականներում, առավելևս այն մարդիկ, ովքեր շատ երկար տևական ժամանակ չեն ուզեցել հոսանք։ Դա բնականաբար նշանակում է պատճառը ոչ միայն նյութական, այլ նաև հոգեբանական վնասներ, իսկ դա էլ նշանակում է, որ փոքրիկ խմբակը մտնել են դեր գրպանները եւ բնակարանները։ Էլ չեմ ասում նրա մասին, կառավարման վերցնելուց հետո էականորեն շեշտակի շատացել են բողոքներ էլեկտրոէներգիայի ծախսի վերաբերյալ։ Ինչպես հիշում եք, Տաշիր գրուպը պահանջում էր իջեցնել սակագինը, որը չարվեց։ Այս եւ այլ հարցերի մասին խոսեմ վաղ ժամը 12:00-ին տեղի ունենալիք ասուլիսում։ Վարչապետը խոսել է նաև թոշակների մասին։ Նա մտածել է ու հասկացել, եթե օրինակ 20,000 դրամով ավելացնեն թոշակները, միևնույն է, թոշակառուների խնդիրները չեն լուծվելու։ Ինձ համար շատ տպավորվել է բոլորովին վերջերս նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցությունը, երբ որ նա ասում էր, որ 50 քանի հազար դրամ թոշակ է ստանում եւ այդ 50 քանի հազար թոշակից մոտավորապես 27-28 հազարը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում։ Եվ ինքը ասում էր, որ հիմա դու պետք է կառավարությունը թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով, կոնկրետ տնով։ Եվ ես արձանագրեցի ինձ համար, եթե մենք օրինակ վերցնենք եւ 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ ծախսելու է 35,000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, վերջացրած դռներով եւ այլն, վերջացրած պատերով եւ այլն եւ այդպես շարունակ։ Փաշինյանը, որը գրեթե 7 ամիս է փորձում է հեռացնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, այսօր երեկ նաև հայտարարել է, որ ստանձնել է հասարակության եւ եկեղեցու միջև կապ ստեղծելու առաքելություն։ Կայացել է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով 2026 թվականի առաջին դատական նիստը։ Բագրատ Սրբազանի և մեղադրող կողմի միջև լեզվակռիվ է եղել դատարանում։ Հանրային մեղադրողները վրդովվել են Սրբազանի խոսքերից։ Այս վերջի 1.5 ամիսը, որից դատապարտել են հեռուստացույց նայել, օրինակ, ես հմեկով տեսնում եմ մարդիկ, հանցագործ գործակալներ, հանցագործ մարդիկ, գործակալներ, տարբեր երկրների գործակալներ, որոնք հսկայական փողեր են ստանում, ասենք օրինակ այս մարդկանց ինձ եւ այս մարդկանց համարում են գործակալ, համարում են ահաբեկիչ, համարում են չգիտեմ ինչ ուզեք եւ ոչ մի պատասխանատվություն, բացարձակ ոչ մի պատասխան, էլ չասեմ ստախոս քննչական կոմիտեի ղեկավարի զրպարտող արտահայտությունները, որոնք մինչև այսօր պատասխան չեն ստացել մեր կողմից բարձրացած հարցերին, դա այս դատարանի դահլիճից էլ է դուրս,
Եվ այո, ես վերադառնալով իմ սկզբնական կետին ասում եմ, այսօր լեզուս թող պտտվի ասեմ մեղադրողներին։ Եթե իրավունքը շրջանցելու եք իրավական մասը, բարոյական մասը, այո ասելու եմ, տղամարդկություն ունեցեք մի շրջանցեք։ Եթե բարոյական մասն եք շրջանցելու, իրավական մասը չշրջանցեք։ Երկուսից մեկը ընտրեք։ Երկու դեպքում էլ այլ բան է։ Նստեք հիմա, նստեք։ Ես գտնում եմ, որ այս ելույթը ոչ միայն վերաբերելուց է։ Քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը շուրջ 3 ամիս է կալանավորված է։ Նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը մեծ զրույցում հայտնել է, որ Ղուկասյանին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն։ Փաստաբանի խոսքով քաղաքապետը ունի առողջական մի քանի խնդիր եւ պարբերաբար ենթարկվում է հետազոտությունների։ Բացի այդ, նշանակված է եղել դատաբժշկական փորձաքննություն։ Հալեպում ծանր մարտեր են ընթանում բանակի և քրդական ուժերի միջև։ Արդեն 4-րդ օրն ընթացող ռազմական գործողությունների հետևանքով տուժել են նաև քաղաքի հայաբնակ թաղամասեր։ Հրթիռներից մեկը անմիջապես հալեպահայերից մեկի բնակարան է ընկել։ Բնակիչները ստիպված էին ապաստանել հայկական եկեղեցում։ Այս պահին դեռ հստակ չեմ կարող ասել, քանի հայ է վիրավորվել, բայց հաստատ կարող եմ նշել, որ գիշերվա ռմբակոծության հետևանքով մեր համայնքից տուժածներ կան։ Վնասվել են նրանց բնակարաններն ու մեքենաները։ Քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Լսվում են կրակոցների ու հարվածների ձայներ։ Թաղամասերի մի մասը հայտարարված է զինվորական գոտի։ Բնակիչներին կոչ են անում լքել այդ տարածքները։ Չնայած խանութների մի մասը բաց է եւ մարդիկ կարողանում են հաց ու առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերել, իրավիճակը նորմալ համարել չենք կարող։ Արդեն կան ընտանիքներ, որոնք դուրս են եկել իրենց տներից։ Համայնքները փորձում են միմյանց աջակցել, բացել են ապաստարաններ, աշխատում են կամավորները եւ Կարմիր խաչի բուժկետը շարունակում է գործել։ Լարված է վիճակը նաև Թուրքիայում։ Քրդական համայնքները երկրի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում ընդդեմ Հալեպում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների։ Միացյալ Նահանգները կոչ է արել դադարեցնել Սիրիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև բախումները Հալեպում, հայտարարելով, որ խորապես մտահոգված է վիճակով։ Սիրիայի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պատրաստ են օգնել կողմերի միջև լարվածության թուլացման ջանքերին։ Իսկ Իրանում տնտեսական ճգնաժամի դեմ սկսված բողոքի ցույցերը օրեցօր սրվում են։ Լրատվամիջոցները իրարամերժ տեղեկություններ են հրապարակում ակցիաների մասշտաբի և բնույթի մասին։ Արևմտյան ԶԼՄ-ները պնդում են, որ անկարգություններն ընդգրկում են ամբողջ երկիրը, իրահապահ մարմինների աշխատակիցները ոչ միայն չեն կարողանում հաղթահարել բազմամարդ ակցիաները, այլև հաճախ անցնում են ցուցարարների կողմը։ Մինչդեռ իրանական պետական լրատվամիջոցները հերքում են ցուցարարների կողմից քաղաքների գրավման մասին տեղեկությունները և նշում, որ վիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ։ Թե ինչպես են տեղի ունեցածը մեկնաբանում իրանագետները, լսենք։ Նույնիսկ պահանջում են երկրի ղեկավարության հրաժարականը, գերագույն առաջնորդին են արդեն հայտարարում եւ նաեւ ուշագրավ է, որ այս անգամ շատ էին կոչերը Իրանի արտաքսման մեջ գտնվող այսպես թագաժառանգի հետ վերադարձի պահանջով։ Նա նշեց, որ Իրանի հարստացված ուրանը պետք է հանվի երկրի տարածքից, իսկ միջուկային օբյեկտները գտնվեն ՄԱԳԱՏԷ-ի խիստ խստագույն վերահսկողության ներքո։
Եվ չի բացառում, որ այս ամենի խորապատկերին, այս ամենի ֆոնին նաև արտաքին միջամտություն լինի, թիպիչով ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելից մերձավոր արևելքի տարածաշրջանի ուղղությամբ բխող սպառնալիքները երբևէ այսքան մեծ չեն եղել։ Իրանը պատերազմ չի ցանկանում ոչ ԱՄՆ-ի, ոչ Իսրայելի հետ, հակված է բանակցությունների, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։ Մենք լիովին պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Մենք պատերազմի կողմնակից չենք, բայց պատրաստ ենք պատերազմի։ Պատրաստ ենք նաև բանակցությունների, փոխշահավետության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունի, որ բանակցություններն ու հարկադրանքը երկու տարբեր բաներ են, այդ ժամանակ բովանդակային բանակցություններ կարող են սկսվել։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետությունում հունվարի 9-ից 10 և 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, հունվարի 11-ից 12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունվարի 9-ից 3-ը կլինի 2-ից 4 աստիճան տաքություն, իսկ երեկոյան կգրանցվի -1-ից 1 աստիճան։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ժամը 12-ին։